Հрյաների ընտանիք։ Հрյաները շատ առանձնացված են ապրում Եվրոպայում, իրենք ապրում են ոչ միայն ընտանիքներով, այլ նաև հայրենակիցներով եւ կա թաղամաս, առանձին դպրոց, իրենց երեխաների համար պահպանողական են շատ, իրենց օրենքները նաև ամուսնության հարցում են շատ խիստ, թույլ չեն տալիս, որ իրենց զավակները ուրիշ ազգերի հետ ընտանիք կազմեն, ուզում են մնան միշտ որպես սրբված ժողովուրդ Աստծո աչքին, իրենց կանոններով, տրադիցիաներով, բայց ասեմ, որ շատ խելացի երեխաներ ունեն ու հայտնի են իրենց գիտելիքներով ու մեծ մասամբ բոլորը բժիշկներ կամ իրավաբաններ են դառնում, որտեղ որ կա փող, այսպես ասեմ, բաց չեն ապրում, բոլորը լավ են ապրում, բոլորը կրթված, խելացի, իրենց գործին նվիրված մարդիկ են, այսքան բան կարող եմ ասել նրանց մասին, բայց չգիտեմ ոնց պատմեմ, ինչ ասեմ հայերի մասին, հայերը ինչպես միշտ բոլորը օտարամոլ են, մեծ մասը, կարող է դրսում հայ տեսնեն, չբարևեն կամ դու բարևես զարմանան, վայ, խի բարևեցիր, որտեղ ենք ծանոթացել, մենք գիտենք իրար թե ոչ, որտեղից գիտես ինձ, նման անկապ հարցեր, դե երբեմն տեսնում ես հայա, ուզում ես բարևես, ջեն բարևես, անցնես օտարության մեջ, մանավանդ որ այստեղ ընդունված է բարևելը, թեկոս անծանոթներին, հո չես իրանց էլ հո չես ասի բոնժուր, ամենտեղ ուր մտնում ես խանութ, հիվանդանոց կամ թեկուս ասենք փողոցում եթե կանգառում սպասում ա մեկը տրանսպորտին մոտենում ես դու ես ուզում սպասես ընդունված է ասում են իրար բոնժուր դե եթե նկատում ես հայ հայերեն ա խոսում հո չես ասի բոնժուր բնականաբար պիտի ասես բարև ձեզ եղել են դեպքեր երբ անգամ ծանոթ հայերը որ երբևիցե այստեղ ծանոթացել են իրար տեսել են չեն բարևել անցել են ուղղակի չտենալու տալով, բայց որ մի հատ ֆրանսիացի տեսնեն կամ օտար մեկին, անմիջապես մոտենում են, ձեռքով նույնիսկ շարժում, որ ուշադրությունը գրավեն ու բարևում են անպայման։ Դա մեջ վատ բան չկա, ուղղակի վատը այն է, որ հայը հային տեսնում ա չի բարևում, բայց մի օտար ազգի մեկին տեսնում ա քիչ ա մնում ուշաթափվելու աստիճան։ Այդպիսի բան կա էլի։ Բարևի, գրկախառնվի, համբուրի Ֆրանսիայում ընդունված է բարևելուց ոչ թե ձեռքով իրար բարևեն ինչպես հայերը, այլ համբուրում են երկու կողմից, այտերով եւ անպայման մոտենում են տենց ջեն գրկախառնվելով, համբուրելով բարևում, բայց եթե հայի տեսնեն, կարող է երեսը թեքեն արագ անցնեն։ Այս օտարամոլության երևույթն է դա հաճ, սա է վատ ընդհանուր առմամբ։ Ես հարգում եմ բոլորին, բոլոր ազգության տեր մարդկանց, բայց մասնավորապես եթե տեսնեմ հայերեն խոսացող ինչ-որ մարդ անպայման անցնելուց բարևում եմ, ջերմ ժպտում եմ, այդ մի ջերմ ժպիտն էլ կարա մարդուն ուշ տա օտարության մեջ, քանտեղ գտնվելը օտար ազգի ինչ-որ մի ներկայացուցիչի, միևնույն է նրանից ոչինչ չունես դու ստանալու, ոչ մի կաթիլ ջերմություն, մակերեսորեն է իրենց մոտ այդ ժպտալը, բարևելը, համբուրվելը, անգամ իրենց հետ ճիշտ է ջերմ գրկախառնվում, համբուրվում, բարևում են իրար, բայց սրտանց չի, դա ոնց որ ձևական ֆորմալնի բնույթ է կրում եւ մակերեսորեն է ամեն բան։ Եվ փաստացի ընդհանուր առմամբ կա այս երևույթը թե օտարազգիների մոտ, թե հայերի մոտ։ Չգիտեմ ինչով է դա պայմանավորված։ Բայց ինձ հետ կապված ասեմ, որ եղել են դեպքեր, որ տեսել եմ, ասենք, հայ կիներ տրանսպորտի մեջ նստեցի կողքը, դիմացինի հետ հայերեն էր խոսում, ես ընդամենը բարևեցի, ասեցի, վայ, դուք եք հայ ու սկսվեց, իսկ դու որտեղից գիտես մեզ, իսկ միգուցե դու լսում էիր մեր խոսակցությունը, ես իմ թե սենց բաներ, ես չգիտեմ սա կթողնեմ իմ կադրի մեջ թե ոչ, բայց անկեղծ եմ ասում, ամենայն տհաճություն զգացի, քիչ էր մնում ասեի, երևի քեզ պիտի չբարևեի, չէ, ուրեմն դու հայ չես, այդ աստիճանի ինքը ինձ բարկացրեց, ուղղակի դաստիարակությունս ինձ թույլ չտվեց, որ ես իրան անպատվեմ։ Աղջիկս էլ է զարմացել իմ համբերության վրա, ասում է, մամի զուր չասեցի, երևի քեզ պիտի չբարևեի, չէ, հայ չես դու։
Իհարկե սա բոլորին չի վերաբերվում, կան իսկապես ջերմ մարդիկ էլ, որոնք տալիս են քեզ այդ ջերմությունը օտարության մեջ, ուղղակի չեմ ուզենա, որ իսկապես մենք էլ սառենք եվրոպացիների պես սառնաշունչ անձնավորություններ դառնանք, դա հայեցի չի մի տեսակ, մենք ջերմ ենք, տաքարյուն ենք մեր գենետիկայով։ Իտալացիները իրենք ճիշտ է եվրոպացի են, աշխարհագրական դիրքով ավելի մոտ են ֆրանսիացիներին, բայց իրենց այդ ջերմությամբ, տաքարյունությամբ ավելի նման են հայերին։ Եվ միայն իրանք են Եվրոպայում, մյուս ազգերից բացի, որ լվացքը նույնպես փռում են դրսում։ Եվրոպական ուրիշ ոչ մի երկրում բացի ես տեսնի, որ լվացքը չորացվի դրսում, որովհետև ասում են քաղաքի վայբը եւ գեղեցկությունը փչացնում է, արգելված է դա, բայց ընդհակառակը ըստ ինձ կոլորիտ է նա տալիս քաղաքին, ինչպես Հայաստանում, այնպես էլ Իտալիայում, դաժե Իտալիայի արխիտեկտուրային համահունչ է նայվում գունավոր լվացքը կամ սպիտակ եղենը, մի տեսակ ավելի վայբ ու կոլորիտ է հաղորդում քաղաքին, կարծես քաղաքը ապրում է իր վառ գույների մեջ։ Ասեմ ձեզ, որ ես նաև հոբիից բացի, զարդերից բացի ունեմ նաև հասարակական գործունեություն, ես կանանց իրավունքների պաշտպանության անդամ եմ եւ մենք քննարկում ենք շատ հարցեր կանանց իրավունքների վերաբերյալ, երբեմն այցելում ենք ծերանոցներ, այնտեղի միայնակ ու լքված ծեր կանանց մխիթարելու ու պատկերացրեք բոլորը ունեն զավակներ, պարզապես այստեղ ընդունված է ծերերին ավելի հոգատարություն դրսևորելու եւ բուժ խնամք հատկացնելու նպատակով տեղափոխել ծերանոցներ, նրանք էլ են երբեմն այցելում իրենց ծնողներին, տատիկներին, պապիկներին, բայց միևնույնն է այդ ընտանեկան ջերմությունը նրանք չեն ստանում, նրանցից սառն են մի տեսակ, իսկ իրենք էլ իրենց հերթին իրենց երեխաները հենց դառնում են չափահաս, բաց են թողնում հայրական տնից, ասում են հեռացի, դու քոնը ստեղծիր, աշխատիր, քեզ համար ապրիր, քո կարիքները հոգա, այսպիսի նմանատիպ բարքեր ոչ մեկին էլ մեղադրելու չի, իսկ Հայաստանում, որ միասին են ապրում, ավելի երբեմն իրար վատ են վերաբերվում, հարցեր, որոնք միշտ էլ բարձրաձայնման կարիք ունեն, իսկ մեծահասակները միշտ էլ խնամքի կարիք ունեն, պետք է մտածել, որ ջահել չես մնա, դու էլ կմեծանաս ու քո երեխաները ինչ տեսնեն, նույնն էլ կսովորեն, նույն կերպ էլ կվարվեն քեզ հետ, ինչպես դու քո ծնողի կամ սկեսուրի, սկեսրարի հետ։ Նրանք տեսնելով են սովորում ավելի հաճախ մեզանից, քան լսելով։ Ահա, այսպիսի լավ եղանակ է այսօր, թեպետ առավոտյան անձրևում էր, բայց այնուհանդերձ, սիրուն շունիկներ են եկել են զբոսանքի, ես դուրս եկա զբոսանքի մեր հանդիպումից հետո, հանդիպման ժամանակ այսօրվա մեր եկել էին անչափահասների տան ներկայացուցիչներ եւ քննարկում էինք մեր զրույցի ընթացքում այն մասին, թե ինչպես են ծնողները նախապատրաստում իրենց երեխաներին չափահասության, հենց այս թեման էր, որպեսզի նրանք շոկ չտանեն եւ հարմարվեն, ինտեգրվեն ինքնուրույն կյանքին, բայց ասեմ ձեզ, որ 3 տարեկանից պարտադիր է այստեղ մսուր ուղարկելը երեխաներին, եթե ծնողները չեն տանում, օրենքի առջև պատասխանատվություն են կրում, որովհետեւ ասում են, եթե երեխան չի գնում մսուր մանկապարտեզ, հետո դպրոցում դժվար է ինտեգրվում դասարանին, ուսուցիչներին եւ որպեսզի գործը հեշտանա, հարկավոր է նրանց նախապես արդեն փոքր տարիքից ինտեգրել, սովորեցնել ինտեգրման եւ շփման։ Կան չէ երեխաներ, որ տնից գնում են դպրոց ու էլ չեն կարողանում շփվել մյուս հասակակիցների հետ։ Դրա համար շատ կարևոր են համարում, որ երեխաներին ժամանակին հարմարեցնեն, սովորեցնեն, սոցիալիզացնեն այդպիսի կյանքին։ Մեկնաբանություններում գրեք, որն եք դուք ճիշտ համարում, ես բոլոր մեկնաբանություններին սիրով պատասխանում եմ եւ չեմ հասկանում այն վլոգերներին, որոնց քաջալերում ես, ինչ որ բան ես գրում, որ ալիքը առաջ գնա կամ գովեստի խոսքեր ընդամենը ու ոչ մի պատասխան, ոչ մի արձագանք, քար լռություն ու չես հասկանում թե ինչու։
իրեն անհասանելի է պահում, թե բարձր է դասում մյուսներից։ Ես չգիտեմ, բայց ես բոլոր մեկնաբանություններին սիրով կպատասխանեմ։ Շատ են ընտանիքներով դուրս եկել զբոսնելու, ուղղակի ես չեմ նկարում մարդկանց։ Ակացիայի ճյուղը գետի վրա ինչքան գեղեցիկ է։ Շատ կան նաև միայնակ մարդիկ։ Ահա, խնդրեմ, այս մարդը կողքերս պտտվում է, ինչ ես նկարում եմ, ոնց որ առիթ մանգա զրույցի, այսինքն զրույցի կարոտ են։ Ոչ միայն տղամարդիկ, այլ նաև կանայք։ Նախորդ տեսանյութի ժամանակ, որ մենք այգի էինք գնացել, մի կին կար, ուր գնում էինք, իմ ու աղջկաս հետևից գալիս էր։ Անընդհատ ոնց որ մեզ հետապնդեր։ Բայց ոչ, ընդամենը երևի ուզում էր հայացք ոսալ, որ սկսել զրուցել։ Հետո մենք գնացինք կարապների մոտ, ինքը եկավ, սկսեց, տեսավ մեզ հետ զրույցը չստացվեց, կարապների հետ խոսել։ Մենք կերակրում էինք կարապներին, ինքն էլ մոտեցավ, սկսեց կարապների հետ խոսել։ Տեսնում եք հինը ոնց են պահպանում։ Քաղաքում կան շատ հին շինություններ, հին տներ, ահա այսպիսի հին տներում ապրում են, նայեք, կտուրների վրա նույնպես, և դա յուրօրինակ վայբ է հաղորդում քաղաքին։ Պատկերացրեք, եթե բոլոր տները քանդվեին, այս գույնզգույն սիրուն շենքերը և նմանատիպ շենքերով թաղամասեր կառուցվեր, միևնույն է այդ քաղաքը չէր տարբերվի ոչնչով մյուս քաղաքներից, որովհետև կլիներ ստանդարտ սովորական քաղաք, բայց մեր քաղաքը ավելի շատ ոնց որ Պրովանս լինի, թեպետ Ալզասի մայրաքաղաքն է, ու կայֆը նրանում է, որ համ ապրում ես մայրաքաղաքում, համ էլ Պրովանսի վայբ ես վայելում։ Դինամիկ փոքրիկ քաղաք է և Երևանի չափ հարմարավետ է տեղաշարժվելու, ապրելու համար։ Բայց տարբերությունը նրանում է կայանում Երևանից, որ քաղաքի կենտրոնում պահպանվել են այս շենքերը, հին վայբը, իսկ Երևանում քանդվեց և կառուցվեց Հյուսիսային պողոտան։ Ճիշտ է, շատ գեղեցիկ է, ես ոչինչ չունեմ Հյուսիսային պողոտայի դեմ, բայց կարելի է միքսել, ինձ թվում է, հինը նորի հետ, և հին շենքերի կողքին կառուցվեց նաև նորը, հինը պահպանելով հանդերձ, այ դա է իմ կարծիքը, մեկնաբանություններ թողեք տեսնեմ դուք ինչպես եք ընկալում այս ամենը, ինձ նույնպես հետաքրքիր է։ Սիրելիներ, այս հատվածը լրիվ ռեստորաններ են նավերի վրա և գետի ափին մարդիկ վայելում են իրենց հանգիստը, մի գավաթ սուրճը, թեյը կամ գարեջուրը։ Եթե գաք մեր քաղաքի, ես ձեզ նույնպես կհյուրասիրեմ, փոքրիկ հյուրասիրություն կմատուցեմ։ Աշխատում եմ մարդկանց չնկարել, բայց այս պահը ռեստորանային շատ եմ ուզում ֆիքսել, նայեք ինչ գեղեցիկ կադրեր է։ Լավ անցնեմ երևի թե այստեղից։ Ամեն դեպքում մարդկանց հաճելի չի, որ իրենց նկարում են, մի գավաթ գարեջուր են վերցնում կամ սուրճ, թեյ, նստում ու ժամերով զրուցում։ Իմիջիայլոց, երբ որ ուզում ես խմիչք որևիցե, հարցնում են ապերոն հետն է, ապերոյի մեջ մեր լեզվով ասած զակուսկի, հա, մտնում է պանրի տեսակներ, զեյթուն, չիպս և չոր բաներ կրտկրտացնելու համար, ինչպես միշտ գարեջրի հետ։ Ճիշտ է, տանն էլ դա կարող է կազմակերպել, հնարավոր է դա տանն էլ կազմակերպել, բայց դրսում ավելի հաճելի է, ոչ միայն ընկերներով են գալիս, այլ նաև ընտանիքի անդամներով, իրենց կողակիցներով, երեխաներով, եթե շաբաթվա մեջ չէ, գոնե շաբաթվա վերջում, շաբաթ կամ կիրակի օրերին պարտադիր դուրս են գալիս, զբոսնելու միտեղ իրենց ժամանակը անցկացնելու։ Այնքան շատ մարդ կա դրսում, հնարավոր չի անցնել, փորձեմ անցնել, լավ։ Ինչպես տեսնում եք, քաղաքը մաքուր է, ամենուրեք կան աղբամաններ, աղբը նետելու համար։ Բայց միակ վատ երևույթը հենց հիմա նոր մոտով անցանք աշխատեցի չնկարել, որ չեն հավատքում շների հետևից, այ դա է վատը։ Ամեն րոպե պետք է նայես, որ մի բան չտրորես։ Տեսեք ինչ լավ ռեստորան նավ է։ Եվս մեկ նավ ռեստորանային համալիր, ոնց որ լինի այստեղ նավերի, ռեստորանային համալիր
ամբողջ գետի երկայնքով։ Այլ հակառակ մասում շենքերի տակ էլ կան ռեստորաններ։ Հիմա մոտենում ենք կանգառին եւ ինչպես տեսնում եք կանգառը կամրջի վրա է։ Պատկերացնում եք ինչ ամրություն պետք է լինի, ահա մոտենում է տրամվայը, տեսեք, որ այս երկաթե, այսքան երկար ծանրությունը պահպանի իր վրա կարողանա տանել, եթե այն կողմից էլ երկրորդն է գալիս հակառակ ուղղությամբ, միասին երկուսով կանգնում են, կրկնակի է լինում ծանրությունը, բայց ամեն բան լավ է մտածված եւ կոնստրուկցիան լավ է կատարված։ Ահա, արագ անցավ կամրջի վրայով։ Այ շունիկը։ Շատ են կենդանիներ պահում։ Այստեղ միայնակ եւ թափառական շներ չկան։ Կենդանիներին շատ մեծ հոգատարությամբ տանում են պրիյուտ։ Հոսերեն այդպես է կոչվում։ Դե ես չգիտեմ հայերեն այդ բառը ոնց ասենք մանկատուն ծերանոց, բայց շների համար տենց տունը հայերեն չգիտեմ, կա նման բառ, ինչպես է կոչվում, եթե գիտեք ասեք, կենդանիների որփանոց ասեմ, ինչ ասեմ, ու այնտեղից մարդիկ որդեգրում են կենդանիներին եւ ինչ որ գումար են սիմվոլիկ թողնում տվյալ կենդանու դիմաց, քանի որ մինչ այդ նրան պատվաստել են, կերակրել են, բավականին ծախսեր են նրա վրա կատարել, ոչ թե վաճառում են, ընդամենը ասում են մի փոքրիկ նվիրատվություն թողեք։ Ահա, տեսեք այն կողմից է գալի տրամվայը կամրջի վրա, սա արդեն կամուրջն է, կանգառ կա կամրջի վրա։ Ու նաև այն մարդիկ, ովքեր վերցնում են այդ կենդանուն, պետք է պարտադիր ապահովագրեն եւ իրենք են գումար ստանում նաև այդ կենդանիներին պահելու դիմաց, խնամելու, բայց նաև ծախսում են անասնաբուժների մոտ նրանց հաճախակի այցերի տանելու, ինչպես երեխաներին են տանում, չէ՞, մանկաբուժի մոտ, այնպես էլ անասնաբուժերի մոտ իրենց կենդանիներին են ժամանակ առ ժամանակ տանում պատվաստման, խնամքի, նաև հարդարման մազերը, եղունգները։ Մենք էլ էինք ուզում մեր նապաստակին տանեինք, բայց մեզ ասաց անասնաբուժը, որ պետք է իրենք շատ ակտիվ են, իրենց սրսկեն, քնացնեն, մի օր թողնենք իրանց մոտ, որ եղունգները կտրեն։ Իսկ մենք պատրաստ չէինք մեր ձագուկին, մեր թմբլիկ նապաստակին ուրիշ տեղ թողնելու։ Ինտերնետով լսել էի, որ մեջքի վրա պարկասնում ես իրենք թաթիկները սենց վերև ես պահում, կտրտում ես, բայց գուպիի դեպքում դա հնարավոր չէր, որովհետև ինքը շատ արագ շրջվում է մեջքի վրա, ինքը երբեք չի պարկում քնելուց, իր բնի մեջ, ուր մնաց թե մեզ թողնի մենք իրան մեջքի վրա պարկացնենք։ Եվ ինչ ենք արել, հատուկ մկրատներ ենք արել նապաստակների համար, երեքովս մասնակցում ենք նրա եղունգները կտրտելու գործողությանը, մեկը սպահում է մարմինը, մյուսը թաթիկները, եղունգը, մյուսն էլ մկրատը։ Չեք պատկերացնի ինչ դժվարությամբ։ Ահագին նախապատրաստական աշխատանքներից հետո նրան սիրելուց, շոյելուց, մեր կողքը հարմարացնելուց, նստեցնելուց հետո կամ պարկեցնելուց, որ միամտվի, կտրում ենք նրա եղունգները, բայց էլի թույլ չի տալիս։ Ամեն անգամ մի եղունգն ենք կտրում, բայց քիչ-քիչ կտրտում ենք։ Ուժեղ արև է եւ ես կադրում չեմ նկատել, որ մատիս եղունգիս մի հատվածը դուրս է եկել, կներեք, որովհետեւ կադրը ինձ լավ չի երևում արևի պատճառով։ Ճիշտն ասած, այս տեսեք անօթևան մարդու կացարան, շատ կան անօթևան մարդիկ, տեսեք, ցրտին, մթին դասում։ Հերվից Եվրոպան քաղցր է հնչում, բայց չգիտեն մարդկանց ինչ գնով է այն տրվում։ Չեմ ուզում մանրանալ եւ շատ բաներ պատմել, ձեր տրամադրությունը փչացնել։ Ահա նորից մեկը գնում է, մյուսը գալիս է, տրամվայները շատ լավ են աշխատում։ Տեսեք, կամուրջի վրայով։ Ահա կամուրջը, գետ է տակից հոսում եւ տրամվայը։ Ամեն անգամ գետը տարբեր է լինում։ Թե գույնային խաղը, թե քամու ուղղությունը։ Միշտ նույն գետն եմ նկարում, բայց որքան տարբեր են։ Անպայման ձայնանշան է արձակում, նոր հեռանում։ Տեսնում եք, ամեն ինչ մտածված է, այստեղ էլ պետք է մեր
Սմայլիկը ժպտաց, pardon, excuse-moi։ Զարմացել էր այդ տղան, ինչի եմ նկարում Սմայլիկին։ Ախիցիկ տղան շատ գեղեցիկ է, անընդհատ ուզում եմ նկարել, անընդհատ։ Չէ, իմ կոնտենտը վլոգների հիմնականում զարդերն են բժշկերյան, բայց նաև գեղեցիկ ախիցիկ տղան եւս օժանդակ կերպով մտցրել եմ ես իմ վլոգներում, նպատակս ոչ թե ինձ ցույց տալն է, այլ քաղաքային վայբը։ Ես հարգում եմ մյուս վլոգերների աշխատանքը, որ ցույց են տալիս իրենց կյանքը, իրենց առօրյան վլոգինգը շատ բարդ աշխատանք է, ժամանակատար, աշխատատար, դժվար, բայց երբ որ ես սիրուն բաներ եմ ցույց տալիս կամ պատմում եմ հետաքրքիր պատմություններ, այ օրինակ վերջին իմ տեսանյութերից մեկն էր մեր հայրենակցի Ջոզեֆի պատմությունը, նրա ընկերության, ինչպես է նա Ամերիկայում էմիգրանտ լինելով հանդերձ ստեղծել բժշկերական ընկերություն, կայսրություն հոլիվուդյան բժշկերայի, նրա բժշկերայի աշխատանքները օգտագործել են հոլիվուդյան հայտնի ֆիլմերում, Կլեոպատրա, Քամուց քշվածները, Ստիֆենի նախաճաշը եւ այլ հայտնի ֆիլմերում նա հայտնի է եղել որպես հոլիվուդյան բժշկերայի արքա։ Շատ հետաքրքիր պատմություն էր, բայց ընդամենը 150 դիտում էր հավաքել։ Բայց եթե ես պատմեի իմ կյանքը, ուր եմ գնում, ինչ եմ անում, ինչ ճաշ եմ սարքում ուտում, հազարավոր դիտումներ կլծվեր այդ տեսանյութի տակ, բայց իմ կոնտենտը այլ է։ Նորից եմ կրկնում, ես հարգում եմ մյուսների աշխատանքը, ոչ մի կավլիցի միտում չունեմ քննադատելու ոչ մի վլոգերական կոնտենտներ կամ հենց վլոգերներին, պարզապես իմը մի քիչ այլ է, նրանք ովքեր նոր են միացել իմ ալիքին, կարող են հետևել իմ տեսանյութերին, ես ներկայացում եմ սիրուն բաներ, հիմնականում բյուժետերիա եւ մի փոքր էլ քաղաքային վայբ, մասնավորապես արխիցիկ տղան ինձ շատ է լավ գալիս ու բնությունը։ Կարող եք բաժանորդագրվել, լայքել, որպեսզի մնաք ինձ հետ, տեսնելու նոր հետաքրքիր ու սիրուն բաներ։ Կհանդիպենք շատ շուտով, հիմա գալիս է նաև իմ տրամվայնչիկը։ Ես կասեմ ձեզ ցտեսություն, կհանդիպենք փոքր դադարից հետո։ À bientôt, à très vite, au revoir, ցտեսություն։